Բարև ձեզ Factor TV հյուրը ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը, ողջույն, պարոն Միսկարյան։ Մարդիկ հաճախ են քննադատում իրենց ընտրությունների համար, վերջին այսպես շոկային բացահայտումը հայ հասարակության այն էր, որ երգիչ Թաթուլ Լավոյանը ունի բազմահազարանոց լսարան եւ շատերը զարմացել են, ինչպես հազարավոր մարդիկ կարող են լսել ոչ բարձրահաշակ երաժշտություն, դա մշակութային շոկներ, այսպես ասենք, նաև քաղաքական որոշակի շոկեր կան, ասենք ընտրություն Գյումրիում ընտրվում է գնդակահարության պատրաստակամություն հայտնող անձը Գյումրիի քաղաքապետ կամ այն մյուս Վարդան Ղուկասյանը Երևանի ավականու անդամ է դառնում, խմբակցություն է ունենում, բայց զարմանալու ինչ կա, սա է մեր պետությունը, սա է մեր պետության որակը եւ այսպիսին ենք մենք, դուք զարմացել եք, պարոն Միսկարյան, թե ոչ։ Շատ բարդ հարց եք տալիս, այն տեսակետից չէ զարմացել է արդյոք ես թե ոչ։ Շոկեր ապրում եք ընդհանրապես։ Ինձ համար դա շատ բնականon ընթացք է, որը այլ կերպ մեծ հաշվով չէր կարող լինել, հաշվի առնելով մեր մշակութային, այսպես ասենք, առանձնահատկությունը, մեր ճաշակը, մեր մոտեցումները, իրերին, երևույթներին, մեր տված իմաստները եւ ընդհանրապես այն արժեբանական հենքը, որի վրա մեր հասարակությունը փորձում է պետություն կառուցել։ Շատ պարզ բան է, որ եթե դու չես գնահատում քո մոտ գոյություն ունեցող առաջադեմ արվեստագետներին որպես հասարակություն եւ պետությունն էլ որպես այդ հասարակության ընտրյալներ, հա, այսինքն պետական մարմինները, ապա դու ունենում ես այն ինչ ունենում ես, այսինքն լայն զանգվածների կողմից գնահատվող երաժշտություն։ Ես դրա մեջ նույնիսկ խնդիր էլ չեմ տեսնում, որտեվ բոլոր հասարակություններն էլ բազմաշերտ են, բազմաճաշակ, բազմաբովանդակ։ Բայց կարևոր է այն թե որ սեգմենտն է գերիշխում տվյալ հասարակություն կամ պետություններ, որտեղ գերիշխում է, ասենք, այսպես կրեատիվ միտք ունեցող ստեղծարար նկատի ունեմ պետության ղեկը վերցնում են իրենց ձեռքը կամ շարժիչ ուժ է, այսպես ասենք։ Այսինքն որոշումների վրա, որ շերտն է ազդում, կամ որ շերտն է, որ իր նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը եւ փորձում է հասարակությանը դարձնել ավելի արդյունավետ, ավելի զարգացած, ավելի առաջադեմ, ավելի պատասխանատու, ավելի իրավագիտակից։ Մենք չունենք այդ շերտը եւ մեր ողբերգությունը դրա մեջ է, ոչ թե նրա մեջ, որ օրինակ, չգիտեմ, բազմահազար մարդիկ գերադասում են Թաթուլ Լավոյանին, Թաթուլ Լավոյան, չէ՞, Բախին կամ Բեթհովենին։ Իսկ քաղաքական ընտրություն եմ ասում, տեսեք, փաստորեն Գյումրիում, հա, տավարիշ, այսպիսի դիմելաձևով է պարոն Ղուկասյանը դիմում տավարիշ, չէ, ռուսական ռազմաբազայի, հա, ներկայացուցիչներն, ովքեր իր երթմնակալությանը ներկա են, տեսեք, թվում էր թե սա մի երևույթ է, ասենք, բացահայտ այսպես ռուսասիրությունը, հա, որը հաղթահարված է, թվում էր թե մարդ չի գտնվի Հայաստանյան Հանրությունում, որը այսպես ձայն կասի միութենական պետությունն է մեր ապագան, հա, թեև ասում է, տեսեք Լուկաշենկոն ինչ լավ է նստում այդ հանդիպումների ժամանակ, անկախությունը փրկենք միութենական պետություն մտնելով, թե չէ կդառնանք թուրքական վիլայետ, դառնանք ռուսական գուբերնիա, ըստ էության սա է, հա, թվում են կային երևույթներ, որոնք վաղուց հրաժեշտ է տվել հասարակություն, բայց շատ հաճախ դրանք բարձրանում են վերև, ինչու։ Վարդան Ղուկասյանը ներկայացնում է մեր հասարակության մի զգալի շերտը, այսինքն դա թե չէր ընտրվի քաղաքապետ, չէ, հա, դա հնարավոր չի Նիկոլ Փաշինյանին վատություն անելու համար գնալ ընտրել Վարդան Ղուկասյանին,
Օրինակ Նիկոլ Փաշինյանին վատություն անելու համար կարող էին ընտրել օրինակ Լևոն Բարսեղյանին, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը չընտրվի։ Բայց այստեղ գաղափարական կամ քաղաքական հասունության, քաղաքական մտքի հանրային դրսևորում է։ Մարդիկ գնացել են ընտրել են նրան, ում գաղափարները ավելի շատ են կիսում։ Ես այդպես եմ սարսափելի բան եք ասում, դեպքում Գյումրին ռուսամետ քաղաք է։ Ոչ, նայեք, ում պետք է ընտրեն այդ մարդիկ։ Այդ մարդիկ ընտրություն չունեն անելու։ Այսինքն այն ինչ որ կա ընտրելու մի կողմից նույն այդ թուրքական վիլայեթը եւ մի կողմից ռուսական գուբերնիան։ Այս մարդկանց պատմականորեն վախը նստած է մեջները եւ այդ երկընտրանքի մեջ իրենք ընտրում են չարյաց փոքրագույն, այսպես ասած, ու կապ չունի, որ դրա ներկայացուցիչը Վարդան Ղուկասյանն է։ Վարդան Ղուկասյանը այն մարդն է, ով որ ներկայացրել է իր գաղափարներ կոմունիստական կուսակցության եւ իր հոգեվոր, այսպես ասած, դիրքորոշումը եւ մարդիկ ընտրել են աստվածավախ կոմունիստին իր նպատակներով սովետական միությունը վերականգնել, գուցե ինչ որ կամ որնի զավոդ սարքի, չգիտեմ, կամ ձիաբուծարան, բայց խնդիրը այն է, որ հասարակությունը ինչի մեջ պետք է ընտրեր, բայց իմ ասած տեխնացուն լսելի չի եղել։ Իմ ասած տեխնացուի նպատակները, ծրագրերը ընկալելու համար պետք է եղել բավարար գիտակից ընտրող, այդ կներեն թողներեն ինձ այդ այլ տեխնացուներին ընտրողները, բայց ես այդ ընտրությունը չեմ խրախուսում, այսինքն որ գնացել են մարդիկ ընտրել են Վարդան Ղուկասյանին, կոմունիստական կուսակցությանը եւ իր գլխավորությամբ առաջ են տանում Հայաստանի կազմալուծման process-ը, դա ես չեմ կարող ողջունել։ Իհարկե ես ուրախ եմ, որ մենք այնուամենայնիվ բռնապետություն դեռևս չենք եւ հնարավորություն կա ընտրել վատի եւ վատագույնի մեջ, դա էլ է ինչ որտեղ ընտրություն։ Բայց այն որ այդ վատագույնը կամ այդ վատը բետանում են Հայաստանի Հանրապետությունը լուծարման, դա ես ոչ այդ քաղաքացուն կարող եմ ողջունել, ոչ իր կատարած ընտրությունը կարող եմ ողջունել։ Ես կարող եմ նման գաղափարներ տարածող մարդկանց երեսին ապտակել բառերով, այո, բռնությամբ չէ։ Այո, բռնությամբ չէ։ Ապտակ քաղաքավարի կիրթ ձևով։ Բայց միևնույնն է, այս ամբողջ պատասխանատվությունը իմ կարծիքով դրված է Նիկոլ Փաշինյանի վրա։ Եկեք Փաշինյանից քիչ անց խոսենք, ինչու, որովհետև 7 տարին է լրանում Հայաստանում հեղափոխական process-ները, այս օրերին հիշում եք մայրաքաղաք Երևանը ոնց էր եփվում։ Դրանից անպայման կխոսենք, բայց տեսեք, սա այսպես կոմունիզմի եւ քաղաքականության մասին էր, բայց կա նաև եկեղեցու եւ պետության։ Կներեք, բայց այդ կոմունիզմ ասելով գրոտեսկ է, իհարկե այնտեղ կոմունիստի հոտ չկա, էլի, ոչ մի, ասենք, մատաղանող կոմունիստ 20 ղազան այդ աբսուրդների աբսուրդն է։ Իսկ գնդակահարող կոմունիստ կա։ Այդպեսին կան, այո։ Իսկ գնդակահարությունը հիշեցնող հոգևորական նայեք, այդ բոլորը մեր արժեբանական, այո, այդ բոլորը մեր արժեբանական դեգրադացիայի դրսևորումն է։ Խնդիրը այն չի, որ կան նման մարդիկ, որտեվ այդ հոգևորականը ինքը լինելու էր, որովհետև ինքը այդպիսին է դաստիարակվել, կրթվել եւ իր գիտակցությունը այդքան է։ Բայց խնդիրը նա է, որ մենք հոդաբաշխ քաղաքական միտք արտահայտող, քաղաքական ծրագիր, գաղափար, նպատակ, ոչ այդպիսի շերտ ունենք, ոչ էլ այդպիսի առաջնորդության հայտ ներկայացրած մարդիկ։ Կներեք, բայց այդ դեպքում ինչու են հոգևորականները արդեն շատ ուղիղ մտնում քաղաքականություն, հա, Բագրատ arczepiskopos-ը անցյալ տարի այս օրերին
մի քիչ հետո մայիսինից սկսած ըստ էության իշխանափոխության, այսպես ասենք, process-ը սկսել Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանը, որի մասին հիշատակեցինք, ասում էր սաբոտաժնիկներին Ստալինի ժամանակ գնդակարում են, այսինքն ընդդիմությանը կոչ էր անում, Գյումրիի ընդդիմությանը, որ կառուցողական լինեն, չբոյկոտեն, հա, նիստերը, եւ կա քաղաքականության եւ եկեղեցականների, այսպես ասենք, համապատկեր, ինչու, սա նորմալ է, թե նորմալ չի, թե երբ որ քո պետական ինստիտուտները կայացած են, այսինքն երբ որ խոսում ենք պետական ինստիտուտներից, եկեղեցին էլ է պետական ինստիտուտների մաս, բայց ես խոսում եմ իրավական պետության ինստիտուտների մասին, երբ որ դրանք կայացած են, կայացած է քաղաքասարակությունը, հասարակությունը իրավագիտակից է, պատասխանատու է, ունի նպատակներ, ունի տեսլական, ունի գործիքակազմեր, ունի վերահսկողության մեխանիզմներ իշխանության վրա, իշխանության իրավական ճանապարհով փոփոխելու հնարավորություն ունի եւ այլն։ Այդ դեպքում եկեղեցին զբաղվում է հոգեվոր այսպես ասած իր առաքելությամբ, բայց երբ որ կա հնարավորություն ազդելու որոշումների կայացման վրա ավելին, քան քեզ պետք է թույլ տալ, այո, դու միշտ ձգտում ես դրան, հատկապես եթե դու ապրել մեծացել ես սովետական միության նման նեխած հասարակարգում եւ առաջնորդվում ես Ռուսաստանի կողմից դրված քաղաքական օրակարգերով, այսինքն այլ բան սпасել չի կարելի։ Եվ մեր խնդիրը որպես հասարակություն ոչ թե պետքա լինի ցանկացած հոգևորականի դեմ պայքարը կամ նրան պախարակելը իր արտահայտած հակամարտկային գաղափարների համար։ Դա մի քիչ աբսուրդային է, որ հոգևորական այո, բայց մեր խնդիրը որպես քաղաքացի, չեմ, եւ որպես հավատացյալ օրինակ գուցե ինչ որ մարդիկ իրավունք ունեն պախարակեն այդ մարդուն կամ ամոթանք տան նման հայտարարության համար, չնայած կասկածում եմ կարողա հոգևորական միշտ ճիշտ է, օրինակ ես չգիտեմ։ Դե, բայց որպես քաղաքացի ես պարտավոր եմ ստեղծել այնպիսի ինստիտուտներ, որոնց արկայությունը եւ որոնց գոյությունը կերաշխավորի որևէ հոգևորականի կողմից որևէ պետական հեղաշրջման հնարավորություն կամ այդպես, չգիտեմ, ինչ սրբազան պայքար կամ ինչ որ նման աբսուրդ դատարկ բաներ։ Այսինքն մեր խնդիրը պետությունը կայացնելն է ինստիտուտների միջոցով։ Թեորետիկ բան է։ Չէ, շատ པարզ բան եմ ասում։ Այդ ոնց որ ասեք, նայեք, չէ, օրինակ, որ մեր պապերը չեն իմացել, չէ, ինչա կալորիան։ Սնունդը կերել են, երբ որ սովածացել են, երբ որ չեն սովածացել, չեն կերել, օրինակ։ Հիմա մեր օրգանիզմը ունի այդ հատկությունը սով զգալու եւ հուշելու, որ սնվելու ժամը։ Այո, հիմա հասարակությունը եթե չունի նման մեխանիզմներ, այսինքն պաշտպանական մեխանիզմներ, դա այդ հասարակությունը որպես օրգանիզմ քայքայվում է։ Ես հիմա չեմ խոսում սոցիումը բիոլոգիական օրգանիզմ որպես ներկայացնելու մասին։ Ես այդ տեսությանը համաձայն չեմ, բայց շատ པարզ զուգահեռ տանելու համար, երբ որ դուք ասում եք թեորիապես, այդ նույնն է ոնց որ մեկը գա ասեր այն ժամանակ, որ քեզ պետք է այսքան կալորիա, մենք ասեինք, չէ, դե ինչ կալորիա, հացը կերանք, վերջ։ Այսինքն կա գիտություն, կա քաղաքագիտություն, որը հստակ ունի իր սահմանումները։ Եվ երբ որ դու որպես հասարակություն չես գնահատում, չես իմաստավորում եւ չես հետևում այդ པարզ ճշմարտություններին, դու ունենում ես այն ինչ ունենք մենք։ Սա էլ է շատ նորմալ, բայց սա ունի հետևանք այն, որ այդ ինչ դուք անվանում եք թեորիա կամ ենթադրյալ, դա հստակ գիտությամբ հաշվարկված է։ Դա հստակ ապացուցված է։ Ես հասկացա ձեզ, դուք այսպես էվոլյուցիայի կողմնակից եք, բայց ոչ, ես հեղափոխության կողմնակից եմ։ Հեղափոխության 7 տարի առաջ տեղի ունեցավ Հայաստանում հեղափոխություն, մարդիկ կան ասում են իշխանափոխություն, մարդիկ կան ասում են իշխանազավթում, մարդիկ կան ասում են իշխանափոխանցություն եւ այլն, բայց ամեն դեպքում տեղի ունեցավ 7 տարի առաջ
ապօրինի կապիտալը դուրս բերել քաղաքականությունից։ Սա խոստումներից մեկն էր, չէ՞։ Անցում այն արտադայություն, վետինգ եւ այսօր երբ որ այս բառերը հնչում են, մարդիկ հոգնում են, ալիքը փոխում են, ասում են անցանք ուրիշ ինչ թեմա կա, որովհետև Հայաստանի իշխանությունը ըստ էության սրանց ուղղությամբ գործնական քայլեր չի արել, թե վարչապետը ասում է 60%-ով փոխել ենք դատավորների կազմը եւ այլն։ Բայց ամեն դեպքում, երբ որ կրիմինալը կրկին տեսնում է դաշտ քաղաքականությամբ զբաղվել եւ քաղաքական ձեռքբերումներ ունենալով ապօրինի եկամուտներ եւ կապիտալ, որոնք իր ասում է քաղաքականության մեջ, խնդրեմ ասացեք, ինչի մասին էր 7 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը, իշխանափոխությունը, իշխանաեսիմ ինչությունը։ Ես մի ձեռքբերում կարող եմ ասել, որը մենք որպես ժողովուրդ ունեցել ենք 7 տարի առաջ, դա ազատորեն քաղաքականության մեջ ներգրավելու, քաղաքական գործընթացներին մասնակից դառնալու եւ քաղաքականության մեջ հայտ ներկայացնելու հնարավորությունն է բոլոր քաղաքացիների համար, ընդհանուր մինչեւ քրեական հեղինակությունների եւ ապօրինի գույք կուտակածների համար։ Այո, դե այն ինչ պետք է աներ, բայց կնեք նրանք անհավասար վիճակում են։ Դա այլ հարց է, այսինքն երբ որ դու որպես հասարակություն չունես այն տեսիլը, որին ձգտում ես, այն պետության ձևը, այն հասարակական հարաբերությունների որակը, այն արժեքը որպես մարդ, որը անհրաժեշտ է նորմալ ժողովրդավար պետություն ունենալու համար, դու ունենում ես անարխիկ մի վիճակ, երբ որ ոչ պետությունն է պետություն, ոչ հասարակությունն է հասարակություն։ Բայց եկեք մենակ հասարակության գրպանը չգցեք, հա։ Չէ, մի վարքյան, պետությունը բոլորին է սա։ Պետք է հասկանալ, որ երբ որ դու կոմկուս չես, երկու ձև կա, էլի, այսինքն մենք որպես ժողովուրդ կարող ենք որոշել, որ մեր համար գոյությունը պահպանելը առանցքային խնդիր է։ Մենք չենք ուզում զարգանանք, մենք չենք ուզում առաջ գնանք, մենք չենք ուզում ուժեղ պետություն ունենանք, մենք ուզում ենք գոյատևենք։ Մեր համար դա կենսական նշանակություն ունեցող հարց է, դա էլ է մոտեցում։ Բայց պետքա դա հաշվի առնենք, որ եթե մենք ընտրում ենք գոյատևելու ճանապարհը, ապա այն պետությունը, որը մեզ կհովանավորի, որպեսզի մեր գոյությունը քարշ տանք, այդ պետությունը մեզ օգտագործելու է որպես միս, որպես ռեսուրս, այսինքն այստեղ խրախուսելու է ծնելիությունը, ստեղծելու է համակարգ, որպեսզի մեր գավառից արժանավորները, այսինքն արժանավոր ոչ թե բարոյական տեսակետից, այլ ճկուն միտք ունեցող, հնարավորություններ փնտրող, նախաձեռնող եւ այլ անհատները գնան կայանան օրինակ Մոսկվայում, գուցե մի օր Կոնստանտինոպոլսում ա եղել, չգիտեմ։ Բայց դա անխուսափելի է, այսինքն երբ որ ինչ-որ մեկը քո անվտանգությունը երաշխավորում է, դու դառնում ես նրա համար ճագար, օրինակ, չգիտեմ, ցանկացած բան, բայց ոչ մարդ, որտեղ քո ազատությունները, քո կյանքը կազմակերպելու, քո մշակութային առանձնահատկությունը պահպանելու, զարգացնելու սահմանները որոշում է։ Բայց քաղաքացին իր անելիքը արել է 21-ին ընդդիմություն չէ, քաղաքացին եւ հրահանգներ է իջեցել։ Քաղաքացին արել, դե նույնն էլ կարանք ասենք Գյումրիում քաղաքացին իր անելիքը արել է, ինչ լինում է թող լինի։ Բայց մենք խոսում ենք նրա մասին, ինչ կուզեինք որ լինի, ոչ թե նրա մասին ինչ եղել է կամ ինչ կլինի անկախ մեր կամքից։ Այ դա է։ Ինչուները շատ տարբեր են։ Այսինքն դա ունի եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, թե ինչու է դա իշխանափոխություն կամ ինչու է դա։ Չէ, իշխանափոխություն չէ, այսինքն կան պրոցեդուրաներ, որոնք չեն իրականացվել եւ դրանց դրսևորումները մենք Գյումրիում ենք տեսնում տարբեր տեղերում։ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, օրինակ, ամենաշատ պարզ պատմություն։ Բան չասեցի։ Չէ, ես ասում եմ ամենա հանրության մեջ դրա գնահատականը ամենաաբսուրդ ծայրահեղականից մինչև ամենաաբսուրդ պաշտպանողական բանն է, չէ՞։ Մենք հավաքվել ենք, որ աբսուրդների մեջ չընկնենք, բան իսկ։ Չէ, բայց մենք 30 տարի դրանից առաջ եւ հիմա էլ հեսա 10 տարի կլինի,
անձերին գնահատում աստվածացնում կամ անձերին դատապարտում եւ մեղսագրում ենք ամեն ինչ եւ մենք որպես հասարակություն առանձին վերցրած մեզանից յուրաքանչյուրը ոչ մի կերպ չի ցանկանում իր տեղը տեսնել այս պետության մեջ, որտեղ է, հա մարդիկ կան, օրինակ կապիտալ են կուտակում կամ կուտակել են կամ ուղակի աշխատում են, ասում է իմ գործը այս պետության մեջ հարկեր վճարելն է։ 3 միլիոն վարչապետ այս երկրում, այդ բանաձևին եկեք վերջ տանք, հա, ես եւ դուք, պարոն Մեսկյան, չպիտի գնանք էլի անցումային արտադրանություն իրականացնենք։ Հա, կներեք, ով պետք է, ով կառավարություն, որը ասել է չի արել։ Եվ ինչ, ես ու դու ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք։ Պետք է գնանք Վարդան Ղուկասյանին բերենք, որ անի, մյուս Վարդան Ղուկասյանին։ Ինքը խոստանում է, որ կանի։ Դե Փաշինյանը քանի որ չի անում, ինքն է խոստանում եւ ընկալվում է ասածը։ Հա, դե որովհետեւ ուրիշ քաղաքական, առողջ, գաղափարական ուժեր չկան։ Իսկ դրանք որտեղից պետք է լինեին, Փաշինյանն էր ստեղծելու այդ ուժերը։ Գրպանային ընդդիմություններ սարքելու անունը դներ, որ այս Չէ, բայց այս կոնկրետ պրոցեդուրան Բայց կոնկրետ պետությունը ունի կոնկրետ խնդիրները լուծելու համար կոնկրետ գործիքներ։ Քաղաքական ուժերը, կուսակցությունները, գաղափարական այդ առողջ զարգացող ժողովրդավար պետության հիմքն են։ Եթե միտեղ չկան քաղաքական գաղափարախոսությունների հետևից գնացող թեկուզ փոքրամասնություն եւ բոլորի համար նպատակը կամ իշխանությունն է պարզապես, որովհետեւ դա մեծ հնարավորություններ է տալիս փող կուտակելու կամ ուղակի հեղինակություն է ձեռք բերում, օրինակ, չգիտեմ։ Դա աննպատակ, այսինքն այդ պետությունը կորցնում է իր նպատակը։ Եթե ժողովրդավար պետության մասին ենք խոսում, ապա այդ պետությունը յուրաքանչյուր քաղաքացունն է։ Եվ երբ որ յուրաքանչյուր քաղաքացի որոշում է, որ ինքը պիտի աներ վարչապետը կամ նախարարը, այո, պիտի աներ։ Բայց խնդիրը այն է, որ չի անում։ Հիմա ինչ ենք անում, բա որ չի անում։ Մի մասը ասում է, դե լավ, մենք ուրեմն լավ ժողովուրդ չենք։ Գնանք Ռուսաստանը թողանի։ Պաստորեն լավն էր Սերժ Սարգսյանը, լավ։ Օ, շատ լավ։ 30 տարի էլ Սերժ Սարգսյանն է կառավարել։ Եթե Նիկոլ Փաշինյանը վատն է, այդ չի նշանակում Սերժ Սարգսյան լավն է, որովհետև այն ինստիտուտները, որոնք անհրաժեշտ էին նորմալ պետություն ունենալու համար ժողովրդավար Սերժ Սարգսյանն էլ չի սարքել։ Կոռուպցիոն բուրգ է սարքել, որը շատ լավ աշխատում էր որպես կոռուպցիոն համակարգ, բայց դա բավարար չի մրցունակ պետություն ունենալու համար։ Եվ այդ պատերազմի մեջ պարտությունը ու նաև մեր ինքնիշխանությունը զիջելու այդ գործընթացները գնալցել են դրա բերումով։ Երբ որ դու չունես արդյունավետ կառավարվող պետություն, չունես ազատ մրցակցային դաշտ, չունես արդարադատություն, չունես տնտեսություն, չունես ոչ մի բան, ունես կախվածություն կենտկոմից։ Հիմա մի կոմունիստ էլ Սերժ Սարգսյանն էր։ Ասենք ինչով է տարբերվել ինքը Նիկոլ Փաշինյանից, որ ինքը ավելի լավն էր, Նիկոլ Փաշինյանը։ Դե ասածս դա է Փաշինյանի այս կիսատ պռատ գործողությունը արդյոք չեն մարդկանց ռևերսի հնարավորություն տալիս, ասելով դե նրա ժամանակ Արցախ ունեն։ Դա ինչ ենք մենք հասկանում։ Կոռուպցիան վխտում էր, ընտրություն էին կեղծում, բայց ունեին Ինչ ենք մենք հասկանում մարդ ասելով։ Հիմա եթե որևէ մեկը որոշել է, որ ինքը նկարիչ է եւ ինքը ուզում է ստեղծագործել, ազատ, անկաշկանդ, ինքը ուզում է նկարի ինչ ուզում է։ Եվ ուզում է նկարել Նիկոլ Փաշինյանի կարիկատուրան։ Կնկարի եւ չի դատվի։ Ահա, եթե մի օր դատվի, ինքը կհավաքի իր ներկապնակը եւ կգնա ուրիշ տեղից կնկարի Նիկոլ Փաշինյանը։ Բելարուսից օրինակ։ Հա, բայց մենք կունենանք այդպես պետություն։ Չենք ունենա։ Հետևաբար յուրաքանչյուրը իր մասով պետքա պայքարի այս պետության մեջ իր ազատ արտահայտվելու, ազատ խոսելու, ազատ ինքնադրսևորվելու հնարավորության, ազատ անվտանգ ապրելու հնարավորության համար։ Պարոն, քաղաքացին իր անելիքը հասկացանք, դա քաղաքացու անելիքը շատ քաղաքացու անելիքը պետություն ստեղծելն է։ Լավ։ Առանց քաղաքացու չկա պետություն։ Քաղաքացին առավոտ ժամը 9-ին գնում է գործի, չարքաշ աշխատանքով։ Կներեք, բոլորը այդ գործով են, հա։ Հաճելի աշխատանքով ազատ մարդ չկա, որը կարա ինքնակրթությամբ զբաղվի եւ մտնի քաղաքականություն։ Ժամանակ եւ ռեսուրսներ չունեն ազատ կյանքով ապրելու, պարոն Մեսկյան, շատերը տաքսի են վարում, ուսուցիչ են, գիտնական են, եւ այնպես չի
ասածս այն է, որ յուրաքանչյուրը ունի իր մասնակցությունը ձեր ասած պետության, զարգացման հարցում պարտադիր չի 3 միլիոն վարչապետ լինեն այս երկրում, դրա համար են ստեղծվել վարչապետի ինստիտուտը։ Դու քաղաքականությամբ զբաղվելը դա վարչապետ լինել չի։ Դուք երկրորդ անգամ եք կրկնում պարտադիր չի 3 միլիոն վարչապետ։ Ես նման բան չեմ ասել։ Այո, պարտադիր չի։ Չնայած մեր վարչապետը իր քաղաքագիտական մտքով ոչ մի բանով չի տարբերվում տաքսու վարորդի քաղաքագիտական գիտելիքներից, բայց միևնույնն է պարտադիր չի, որ բոլոր մասնագիտություններով ապրող, զբաղվող մարդիկ միևնույն ժամանակ նաև պոտենցիալ վարչապետ լինեն։ Դե մասացնել է դա։ Բայց ինստիտուտները պետք ստեղծել։ Մարդիկ ասել են գնացեք ստեղծեք։ Քանի առողջ կուսակցություն գիտեք։ Ով մարդիկ։ Ընտրողները։ Ոչ, ընտրողները։ Նիկոլ Փաշինյանն էլ այդ ընտրողների նման մեկն է։ Ասում է ես եկել եմ, ես չեմ սարքում, գնացեք դուք սարքեք։ Դու էլ ասում ես, չէ, մենք չենք սարքելու, դու սարքի։ Ինքն էլ ասում է, չէ, ես էլ չեմ սարքելու, գնացե հետո։ Բայց եկեք ես մի հատ կոնկրետ օրինակ էլ բերեմ։ Դուք խոսեցիք արդարադատությունից, ու այդ արդարության վերականգնման հարցը Հայաստանում շատ կարևոր է եղել եւ մեր հանրության համար եւ սոցիալական արդարություն, քաղաքական արդարություն, այդ հարցը շատ կարևորված է, հա, եւ անարդարությունը ինչ որ չհանդուրժելու մթնոլորտը կարող է շատ լավատես, շատ լավ, հա։ ՔԿ-ներում այս տարվա ընթացքում գրանցվել է 9-րդ մահը, ինքնասպանության 5-րդ դեպքն է, հա։ Ես կոնկրետ օրինակ եմ բերում, այսօր համաժողով էր արդարադատության ոլորտի, որ մասնակցում են բարձրաշխարհիկ արդարադատական էլիտան, վարչապետ, ԲԴԽ, չգիտեմ, նախարարներ եւ այլն, ասենք քաղաքասարակություն, մեդիա եւ այլն, նրանք ովքեր պետք է անհարմար հարցեր տային, հա, այս պարոն Միսկարյանը, որ այստեղ նստած խոսում է, նա չկարողացավ մտնել այդ հավաքի վայր, հարցեր տալ, բայց կյանքը այն մասին է, որ 9-րդ զոհը ենթադրենք, հա, քրեակատարական հիմնարկներում միշտ կարելի է բարձր բաներից խոսել, բայց կենցաղում, կյանքում այնպիսի բաներ են տեղի ունենում, որ այդ բարձր խոսելը ինչ-որ վեհ արժեքներից զրոյական է թվում։ Այդ Փաշտյանը կտրվել է իրականությունից, բայց մյուս կողմից էլ եթե ասեք, այո, ես կասեմ, գիտեք, նրա չափ երևի Հայաստանը չունի ղեկավար, որը գյուղ է ընկնում, շփվում է մարդկանց հետ։ Ես անկեղծ այդպիսի բան չեմ հիշում, հա։ Էդ էլ կա, էլ եկեք ճիշտ ասենք, հա։ Հիմա վերջերս քյալլա էր պատրաստում։ Քյալլա էր պատրաստում։ Ինչպես սա կմեկնաբանեք։ Կա հետևյալ իրականությունը 18 թվականի իրադարձությունների ժամանակ շատերի մոտ էր առաջացել հույս, որ մենք վերջապես կունենանք կայուն զարգացող պետություն, արդար միջավայր, եւ պիտի ասեմ, որ դատապարտյալների մոտ եւ հատկապես ցմահ դատապարտյալների մոտ, որոնցից դժվար է ասել, ով ինչ հանգամանքներում էր հայտնվել ճաղերի հետևում, վստահաբար կար այն հնարավորությունը, որ իր գործերն էլ գուցե կվերանայվեն եւ այդ հիասթափությունը համատարած է եւ դա եւ դրա բերումով է, կարծում եմ, ինքնասպանությունների նման բարձր ցուցանիշը, այս վերջերս այնտեղ բողոքի ակցիաներ տեղի ունեցան, ճնշեցին, ես մանրամասն տեղյակ չեմ, այո, բայց ես գիտեմ մի բան, որ Հայաստանում արդարադատության համակարգը ինչպես որ կար չկայացած, այդպես էլ շարունակում է լինել։ Այն որ դատավորների, ես չգիտեմ քանի տոկոսն են փոխել, 60%-ը, Անդրեասյանն ասում էր 80%-ով, Փաշինյանը 60%։ Կներեք, այն 20%-ը կարող ավելի շատ անարդար որոշում կայացնեն, քան այն 80%-ի կայացրած արդար որոշումներն են։ Պայմանական եմ ասում։ Այսինքն այդ դա չափանիշ չի։ Եվ հետո ինչ սկզբունքներով են արվել, որտեվ այն իրավագիտական դպրոցը, որը Հայաստանը ունի, ինքը միտված չի արդարադատական մշակույթ փոխելու։ Պատժողական է ավելի շատ, հա։ Այո, եւ այդ փիլիսոփայությամբ գործող քաղաքագիտական դպրոցի մասին չեմ խոսում, այնտեղ ինչ ողբերգություն է, այդ առանձին թեմա է։ Հիմա եթե մի ղեկավար ուզենար Հայաստանում փոխել համակարգը արդարադատության, ինքը առաջին հերթին կդներ նոր դպրոց, հա, շկոլա, այսպես ասած։ Դա չի արվել եւ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ
ապացույց առայն, որ նա ռեֆորմատոր չի։ Ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Ինքը հիմա այդ ձեր ասած կտրվել, այլ չգիտի ինչ անի։ Գիտի ինչ անի։ Ինքը առավոտյան կարդում է, այսօր օրինակ քշել հեծանիվ, պատրաստել ճաշ, ընտանեկան ոդքասթ, մասնակցել միջոցառմանը կրթությունը նորաձև է, գնալ հանդիպել այսինչ դեսպանի կամ այսինչ հյուրի հետ, ու ճանապարհել այսինչին եւ գնալ տուն քնել օրինակ։ Ես չեմ ասում ինքը քիչ է աշխատում կամ սա շատ վատ գրաֆիկ է, առողջ ապրելակերպ է, չգիտեմ։ Դուք էլ հաստատ դեմ չեք լինի այդ գրաֆիկով աշխատելուն, ես էլ։ Չէ, ես դեմ կլինեի։ Այսինքն, եթե ես լինեի պատասխանատու 3 միլիոն մարդու համար եւ ունենայի նման լիազորություններ եւ նման կերպ վարվեի իմ հնարավորությունները մսխեի հաշիվ մարդկանց երջանիկ ու արժանապատիվ ապրելու, դա ես ինձ չէի ների։ Բայց դա այլ հարց է, գուցե ես սխալվում եմ։ Փաստը այն է, որ Նիկոլ Փաշինյանը ունի օրակարգ, եւ այդ օրակարգի մասն էլ օրինակ արդարադատության վեհաժողով, գագաթնաժողով, այնտեղ ինքը ունի իր ճառը, նրանք ունեն իրենց ճառը, այսինքն այս մարդիկ այս եղած համակարգի մեջ իրենց իշխանությունը պահելու, իրենց օրը լցնելու, իրենց գրաֆիկից չշեղվելու խնդիր ունեն, շատ լավ անում են։ Ինչ կլինի, դա քիչ է հուզում։ Իհարկե կփորձեն կառավարել ռիսկերը, օրինակ երբ որ գնում եք իրանց, նախորոք անվտանգությունը կստուգի, որ հանկարծ այդտեղ վարչապետին բան չլինի, որտեղ դա էլ նրա գործն է։ Դրա համար էլ նրանք են աշխատավարձ ստանում եւ այդպես։ Բայց որևէ ռեֆորմ, որևէ փոփոխություն, որը առանցքային, խորքային իմաստավորված կլինի, իրենցից սпасել պետք չի։ 18-ի 7 տարին լրացավ։ Եկեք 3 դրական բան, 3 բացասական բան հիշենք։ Կհիշեք, բան։ Այո, 3 դրական։ Բացասականի թիվ 1-ը երևի պատերազմն է եւ կորուստները տարածքային մարդկային, հա։ Առաջինը, եթե ժամանակագրությամբ գնանք, դրանք ռեֆորմների բացակայություններ, որը խոստացվել էր եւ չարվեց։ Ես կարծում եմ նաեւ դրա հետևանքով, դրա բերումով պատերազմներ, որը տեղի ունեցավ եւ երրորդը Արցախի հայաթափումը ու այս իշխանությունների կողմից արցախցիների իրավունքները ստորադասելը ինչ որ վերացական թղթի կտորի։ 3 հիմնական առանցքային այնքան լայն թեման է, որ առանձին սկսենք խոսել, եթե ժամանակը չի։ Հա, եկեք այն մյուս ձեռքին ասենք։ Ինձ թվում է շատ պարզ է, էլի, ռեֆորմներն էլ, պատերազմն էլ, այստեղ ես չեմ խոսում այս իշխանությունների մասին, ես խոսում եմ մեր որպես պետություն կորուստների մասին։ Իսկ դրական բան եղել է։ Դրական, այո, դրականը մեկը ասեցի, դա քաղաքական դաշտի ազատականացումն է, երկրորդը դա քաղաքական դաշտի ազատականացումն է, եւ երրորդը դա քաղաքական դաշտի ազատականացումն է։ Եվ 30 թե 50 կիլոմետր առանց կանգ առնելու վարչապետի հեծանիվ քշելու կարողությունը միգուցե դա էլ դրական չի։ Նախկինում կարող մի քանի կարող է ձիով ավելի շատ լինել։ Հաշվելու բան է։ Լավ։ Չկա էլ ոչ մի դրական ձեռքբերում, որ կրկնեցի 3 անգամ։ Չէ, նայեք, ես կարամ ասեմ բան, որը կարող է շատերի կողմից ընկալվել բացասական բան, օրինակ այն որ այն ավտորիտար համակարգը կամ կառուցակարգը, որը ստեղծել էր Սերժ Սարգսյանը, ինքը այս պահին բավարար չի աշխատում։ Ավտորիտար համակարգը բավարար չի աշխատում։ Դա ված չի։ Համակարգը, այո, բայց դա բերում է պարալիզացիայի ինստիտուտների մակարդակում, բայց դա պետք է, որովհետև եթե մենք ուզում ենք փոխել եղած համակարգը եւ ներդնել արդյունավետ կառավարման համակարգ քիչ ռեսուրսով առավելագույն արդյունք ստանալու ակնկալիքով, ապա պետքա որ դրան դիմադրություն որպես այդպեսին քիչ լինի, իսկ այս համակարգը ինչքան թույլ է, այդքան նոր համակարգը ներդնելուն դիմադրությունը քիչ է լինելու։ Բայց դա ունի իր բացասական կողմերը, որի կրողն ենք մենք, դա տնտեսական առումով ռիսկերն են,
դա քաղաքական ցնցումների հնարավոր ռիսկերն են, դա կապիտալի վերաբաշխման ռիսկերն են եւ այլն։ Բայց ես դրա մեջ դրական բան եմ տեսնում, եթե մենք կարողանանք այլընտրանք ձևավորել, որպես հասարակություն, առողջ գաղափարական մեկից ավելի ուժեր, մեր անձնական մասնակցությամբ որևէ կերպ, ապա այս գործընթացը համակարգի թուլացման մեր օգտին է։ Շնորհակալ եմ պարոն Միսկարյան զրույցի համար։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել էին Գարեգին Միսկարյանին։